Բարի երեկո, պարոն Մարկարով, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ զարգացումները եւ սկսենք Ադրբեջանի խժդժություններից։ Արդեն տևական ժամանակ է Ադրբեջանը կեղծ ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական կողմը հրադադարի ռեժիմը խախտում է։ Այն դեպքում, երբ արդեն գրեթե ամեն ինչ համաձայնեցված է, մնում է ընդամենը ստորագրելը, այդքան սպասված խաղաղության պայմանագիրը։ Ինչով է պայմանավորված Ադրբեջանի նման ապատեղեկատվությունների շարքը, ինչու հենց հիմա է Ադրբեջանը սկսել ավելի նման ստահոդ տեղեկություններ տարածել։ Երևի, երբ որ ասում ենք Ովադիս, ում է դա ձեռնտու, տվյալ պարագայում դա հենց այն հարցը, որի պատասխանը կտրամադրի մեծ հնարավորություն հասկանալու, թե ինչով է պայմանավորված համարյա ամեն օր, իսկ որոշ դեպքերում օրվա մեջ մի քանի անգամ, այո, սուտ տեղեկատվության տեղեկատվություն չի կարող լինի սուտ, սուտ ինֆորմացիայի ապատեղեկատվության տարածումը, որը կարող է ուղղված լինի մի քանի հասցեատերերին եւ ունենա մի քանի պատճառներ։ Առաջինը, երբ որ հայտարարվել է եւ Ադրբեջանի կողմից առանձին սկզբից, հետո Հայաստանի կողմից, որ կողմերը պատրաստ են ստորագրելու համապատասխան փաստաթուղթը, անմիջականորեն ադրբեջանական կողմը ներկայացրեց արդեն ոչ թե որպես պայմանագրի մասը, այլ պայմանագրի ծուտ կամ պայմանագրի վրա լրացուցիչ պայմանները, առայժմ չխոսենք այս պայմանների մասին, ներկայացրեց մի քանի պայմանները, որոնց անհրաժեշտ է համապատասխանեցնել Հայաստանի իրականությունը, քաղաքական, սոցիալական եւ այլն, ինչից հետո կարող է խոսքը գնա պայմանագրի ստորագրելու մասին։ Այսինքն պատասխաններից մեկը այն է, որ Ադրբեջանը հայտարարելով, որ կետերական իրականության մեջ մենք վստահ չենք, որ կա քաղաքական կամքը փաստաթուղթը այս ձևով, այս եղանակով ստորագրելու, չնայած Հայաստանի կողմից մի քանի անգամ նշված է եղել հստակ, որ մեկ պայմանագրի, մեկ համաձայնագրի, բայց բոլոր դեպքում այս 17 կետերի տակ ստորագրություն դնելը պատրաստ է։ Ադրբեջանը ըստ էության իրականացնելով համապատասխան գործողությունները, որոնք իմիջիայլոց, ինչպես դուք հիշում եք, նաև չեն հաստատվել Եվրոմիության մոնիտորինգային համապատասխան խմբի կողմից, շարունակում է ներկայացնել իրավիճակին չի համապատասխանող տեղեկատվություն, այսինքն գտանք արտահայտությունը, իրականությանը չի համապատասխանող տեղեկատվությունը, ներկայացնելով կամ հողը շարունակական պրովոկացիաների համար, կամ նախապատրաստելով հողը դրան, որ ասի տեսեք այս պայմաններում, երբ որ Հայաստանը չի ստեղծում բարենպաստ պայմաններ խաղաղության համար տարածաշրջանում, այդպիսի փաստաթղթի ստորագրումը գուցե նպատակահարմար չի, չնայած կետերը համաձայնեցված են։ Այսինքն վարկածները կարող են լինեն տարբեր։ Ուրիշներին համոզել, երբ որ տեղի շատ բարդ է փնտրել, ինչպես հիշում եք Սև Մուտսենյակում, հատկապես երբ որ ինքը այնտեղ չի, համապատասխանորեն, եթե ինչ-որ մեկը չի ցանկանում իրականացնել գործողությունները, որոնք բխում են ոնց որ թե ձեռք բերված պայմանավորվածությունից, այդպիսի քայլերը կարող են լինեն ներկայացված։ Եվ վերջո Հայաստանը միշտ առաջարկում էր իրականացնել ոչ միայն մոնիտորինգային համապատասխան առաքելությունը, այլ նաև մտցնել համապատասխան մեխանիզմներ, որոնք կհսկեն, դա հրադադարը չի, ըստ էության արդեն միջպետական սահմանի կամ նախատեսվող։ Ամեն դեպքում ովքեր են կրակում, այդ մոնիտորինգը իրականացնել ոչ միայն EU Mission-ի միջոցով, այլ նաև ունենալ այլ Եվ Ադրբեջանը անդադար մերժում է եւ ասում է ոչ։ Համապատասխանորեն, եթե կա կողմը, որը պատրաստ է իրականացնել այդպիսի մոնիտորինգը եւ կա կողմը, որը անդադ մերժում է այդպիսի առաջարկներ, ավելի հստակ է դառնում, թե ով է տարածում տեղեկությունը, որը չի համապատասխանում իրականությանը։ Տեսեք, վերջերս Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան Տրամպի վարչակազմից, հիմա ես կնշեմ անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը զանգահարում է Հիկմեթ Հաջիևին, Ալիևի օգնականին եւ ասում է, որ այո, պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ Միացյալ Նահանգների գործող վարչակազմի համար շատ կարեւոր է Կովկասում խաղաղություն հաստատելը վերջնական։ Սակայն դրանից անմիջապես հետո նորից Ադրբեջանը սկսում է իր ապատեղեկատվությունը։ Հիմա ինչ է ստացվում, որ Միացյալ Նահանգների նույնպես նա անտեսում է։ Միացյալ Նահանգների եւ ընդհանրապես հավաքական արևմուտքի հետ վերջի ժամանակաշրջանում Ադրբեջանը ունի առանձնահատուկ հարաբերություններ, հատկապես իհարկե Ֆրանսիայի հետ, բայց Միացյալ Նահանգների նկատմամբ եւս մենք նկատել ենք Ադրբեջանի կողմից համապատասխան, եթե չասենք գործողությունները, ամենադեպս հայտարարությունները, բայց բոլոր դեպքերում ասել, որ միայն Միացյալ Նահանգները հետաքրքրված են, որ մեր տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություն եւ կանխատեսելիություն, դա
ճշմարտության երևի միայն մի մասն է, տվյալ դեպքում հենց ճշմարտության մի մասն է, որովհետև ես կարծում եմ, որ առաջի հերթին հենց տարածաշրջանի երկրները, այդ թվում նաև նույն Իրանը եւ տեսականորեն Թուրքիան կարող են եւ իհարկե Վրաստանը եւ Ռուսաստանը շահագրգռված են դրա մեջ, որ այս տարածաշրջանում լինի խաղաղություն, կանխատեսելիություն եւ հնարավորություն բոլոր այդ թվում նաև մնացած երկրների համար իրականացնել այն այդ թվում ներտնտեսական պրոյեկտները, որոնք կարող են լինեն օգտակար ամբողջ տարածաշրջանի եւ առանձին երկրների համար։ Համապատասխանորեն Ադրբեջանը տվյալ դեպքում խաղում է կամ շարունակում է խաղալ սեփական խաղը, փորձելով ցույց տալ, որ ինքը ունի սեփական դիրքորոշումը, իսկ կապված պայմանագրի հետ ինքը չի ཐակսնում, որ կան լրացուցիչ գործոնները, որոնք նրանք ակնկալվում են, որ կյանքի կկոչվեն եւ միայն դրանից հետո նրանք պատրաստ են լինելու համաձայնված կետերի տակ դնել սեփական ստորագրություն։ Այսինքն մենք գիտենք, որ փաստաթուղթը համաձայնված է, բայց միջև օրս չունենք վստահությունը, որ այս փաստաթուղթը կարող է կյանքի կոչվի ստորագրությունների ձևով։ Բայց կարող ենք նաև մտածել, որ եթե նույնիսկ ստորագրվի ինչ-որ ճնշումների ներքո եւ այլն, հավաքական արևմուտք կլինի եւ այլ հարևան երկրներ, Ադրբեջանը որքանով այդ ստորագրությունը կպահպանի, թե դա կլինի հերթական թուղթը, ինչպես նոյեմբերի 9-ն էր եւ այլն եւ այլն։ Ну, տեսեք, նոյեմբերի 9-ի ստորագրված համաձայնագիրը ինքը հանդես չէր գալիս որպես պայմանագիր։ Այսինքն դրա իրավական միջազգային իրավունքի մեջ կարգավիճակը տարբերվում է պայմանագրի կարգավիճակից, որի խախտելու դեպքում հնարավոր են համապատասխան սանկցիաների իրականացումը։ Դրա համար վերջերս կար դիսկուրս հայկական վերլուծական դաշտում կապված դրա հետ, թե ինչ անվանում կունենա տվյալ փաստաթուղթը, որովհետև մեկ սկզբնական շրջանում ինքը անվանվեց պայմանագիր, հետագայում հնչեցին նաև այլ կարծիքներ, որ դա կարող է լինի համաձայնագիր, իսկ կարգավիճակները բացարձակապես տարբեր են։ Եթե դա պայմանագիր է, պայմանագրի տակ դրված ստորագրությունները ունեն իրավական լուրջ հիմք եւ հանդես են գալիս որպես երաշխիքը համապատասխան զարգացումների համար։ Խախտման դեպքում ինչ է լինում։ Խախտման դեպքում համապատասխան սանկցիոն մասը կարող է ի հայտ գա, կապված դրանից, թե ինչպես է դա խախտվում։ Բայց բոլոր դեպքերում, երբ որ մենք խոսում ենք պայմանագրի մասին, հատկապես այն պայմաններում, երբ որ դա արվում է երկկողմանի ձևաչափով, անհրաժեշտ է ունենալ հստակ երաշխիքներ, որ տվյալ փաստաթուղթը կյանքի է կոչվելու, այլ ոչ թե մնալու է ընդամենը ինչ-որ մի լեզվով թղթի վրա գրված բառերի հավաքածու։ Դրա համար որոշ դեպքերում նպատակահարմար է քննարկել նաև համապատասխան գարանտների արկայության խնդիրը, որոշ դեպքերում պարզ է, որ պայմանագրի մեջ ներառված կետերը պետք է լինեն իրատեսական, այսինքն եւ դրանց են կողմը կանգնի պետք է խոսքը գնա դրա մասին, որ իրականացնելով համապատասխան պայմանագրի կետերը երկրները անցնում են սաղուն բնական փոխհարաբերությունների։ Այժմ մենք դա չենք տեսնում, որովհետև Ադրբեջանը դնում է առնվազն երկու ակնհայտ պայմաններ, մեկը կապված սահմանության հետ, մյուսը կապված Մինսկի խմբի համանախագահողների վերացման հետ, պատասխանները հայկական կողմից մեզ հայտնի են, բայց բացի դրանից տեսականորեն ի հայտ են գալիս հարցերը, որոնք վերաբերվում են այն հարցին, որը դրված է եղել ապագային, այսինքն տրանսպորտային կոմունիկացիաների հարցը մեր տարածաշրջանում եւ այստեղ մենք եթե հղում կատարեցիք 20 թվականի նոյեմբերյան փաստաթղթին միջև օրս ինքը կյանքի չի կոչվել եւ մենք տեսնում ենք, որ ոչ մի սանկցիոն մասը չկա եւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դնում է նոր եւ նոր պայմաններ, եւ մեկնաբանությունը, որը ներկայացնում է ադրբեջանական կողմը, էականորեն տարբերվում է այն մեկնաբանությունից, որը ներկայացնում է մեկ կողմից Հայաստանը, մյուս կողմից Ռուսաստանը, երրորդ եւ չորրորդ եւ այն կողմերը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ կան լրացուցիչ տարեր, եւ վերջի պարբերաբար բարձրացվում է նաեւ ադրբեջանական կողմից այս նախկին Հայաստանում բնակեցված եւ իրենց 300,000 ավել փաստականներ կեղծ իհարկե այդպիսի թիվ էլ գոյություն չունի։ Հիմա թիվը կարելի է նկարել, այսինքն տվյալ պարագայում խնդիրը թվի մեջ չի, խնդիրը սկզբունքի մեջ է, որովհետեւ այս պարագայում եկեք հիշենք, որն է եղել Բաքվի դեմոգրաֆիկ կազմը, որն է եղել Գյանջայի, Գանձակի, Կիրովաբադի, ոնց ասում եք անվանեք, դեմոգրաֆիկ կազմը ինչն է տեղի ունեցել ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ նաև Դաշնային Ղարաբաղում, այսինքն եթե այդ հարցը դրվում է,
ես կասկածում եմ իհարկե, որ հայությունը այսօր պատրաստ է վերադառնալ ոչ միայն Բաքու, այլ նաև այնտեղ, որտեղ նրանք կազմում էին միշտ բացարձակ մեծամասնությունը, հա, այդ թվում նաև իհարկե Արցախի մասին է խոսքը գնում, բայց ամեն մի տվյալ դեպքում ներկայացված փաստը կամ ցանկությունը ունի եւ պետք է ունենա համապատասխան արձագանքը նաեւ մեր մոտ։ Դրա համար երբ որ մենք ասում ենք, որ այո 17 կետ համաձայնեցված է, կան ոչ պակաս կարևոր առնվազն 4-5 կետերը, մենք չենք մոռանա իհարկե նաեւ Ադրբեջանում պահված պատանդների ամենակարևորն մասին, հա, այսինքն մենք ունենք բազմաթիվ այլ հարցեր, որոնք չեն կարգավորվել։ Սահմանների սահմանազատման հարցը, գերիների հարցը, կոմունիկացիաների հարցը, պոտենցիալ ներկայացված պահանջների հարցը, պահանջատիրության հարցը, այլն եւ այլն։ Այսինքն լիքը հարցեր կան, որոնք առայժմնում են կամ սպասում են իրենց լուծմանը։ Պարոն Մարկարով, իսկ գուցե մենք ենք ինչ-որ բան սխալանում, մեր խոսույթը, մեր վարքագիծը, մեր արտաքին քաղաքականությունը, ինչ պետք է մենք անենք։ Տեսեք, իրավիճակը հետեւյալն է։ Մի կողմը ասում է ոչ, մի կողմն ասում է այո, եւ ընդհանուր կոնսենսուս չկա, եւ բոլորն ասում են այո, պետք է լինի։ Մենք ի՞նչն ենք սխալանում, մեր տնային առաջադրանքը ո՞րն է, որ չեն կարողանում կատարել։ Նկատի ունեք, որ Ադրբեջանը չի կարողանում, մենք այո, չենք, որևէ կերպ չի գալիս կոնսենսուսը։ Ժամանակին Ադրբեջանը ունեցել է ֆանտոմային ցավեր եւ ունեցել է համապատասխան կոմպլեքսներ, որը նրանք փորձեցին հաղթահարել եւ վրեժխնդրությամբ է լցված ամեն դեպքում։ Բնական, որը բերում է 20 թվականի համապատասխան փաստաթղթի եւ դրանից հետո բխող Ալիևյան անձնական այդ թվում նաև վարքագծին, որտեղ որոշ գեշտալտները փակվել են, որոշ կոմպլեքսները պահպանում են եւ բացահայտ երևում են, համապատասխանորեն երբ որ դուք ունեք բացարձակապես տարբեր դիրքեր, իսկ 20 թվականից հետո մենք տեսնում ենք, որ ստեղծվել է սկզբից նոր կարգ ստատուս քվո, 23 թվականից հետո ստեղծվել է նոր հերթական ստատուս քվո եւ այս ստատուս քվոյի պայմաններում Ալիևը զգում է Իրան որպես կողմը, որը ունի հնարավորություններ թելադրելու սեփական կամքը այլ դերակատարողներին, որոնք ներգրաված են գործընթացի մեջ։ Հա, причем ստեղ խոսքը գնում է ոչ միայն Հայաստանի մասին, խոսքը գնում է նաև այլ պոտենցիալ դերակատարողների մասին։ Հաշվի առնելով Հայաստանի որոշ հայտարարությունները եւ քայլերը, ինքը կարողանում է ձեռք բերել այն ինչ որ ինքը նպատակահարմար էր համարում, առաջի հերթին 23 թվականի իսկայության իրադարձությունները, որը բերեցին էկզոդուսին հայությանը եւ Արցախի հայաթափմանը, երբ որ մարդիկ ըստեյության կորցրել են հայրենիքը, հա, դա որպես փաստը մենք տեսնում ենք եւ դրանից հետո Հայաստանի համար ի հայտ է գալիս խնդիր ինչպես շարունակել բանակցություններ, ինչ ճնշման, եթե կան միջոցները կիրառել, ում հետ միասին հանդես գալ այն հարաբերությունների մեջ, որոնք թույլ կտան ձեռք բերել, պաշտպանել սեփական ոչ միայն ձեր կարմիր գծերը եւ ունենալով այս կարմիր գծերը, ունենալ նաեւ միջոցներ այս կարմիր գծերից չնահանջել, վերջի մենք ունենք մոտավորապես 200 քառակուսի կիլոմետր, որը այսօր զբաղեցված է Ադրբեջանի կողմից։ Այսինքն մենք ունենք բազմաթիվ ավելի շատ առայժմ դեր հարցեր, որոնք կարիք ունեն իրենց լուծելու, այլ ոչ թե պատասխաններ եւ առաջի հերթին մենք չենք տեսնում Ադրբեջանի կամքը, պատրաստականությունը ապրել տվյալ տարածաշրջանում խաղաղ, կայուն եղանակով, ստեղծելով նպաստավոր պայմանները բոլորի համար, որովհետև ռիտորիկան եւ գործողությունները ցույց են տալիս բացարձակապես այլ բան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։